Ամստերդամ քաղաք Եվրոպայի ամենահնագույն հայկական եկեղեցիներից մեկն է, Սուրբ Հոգու հայկական եկեղեցին։ Այս պահին եկեղեցիում կատարվում է Կիրակնօրյա Սուրբ Պատարագ։ Սուրբ Հոգու հայկական եկեղեցին Ամստերդամում համարվում է Եվրոպայի ամենահնագույն եկեղեցիներից մեկը։ Նա սկսվել է կառուցել 1714 թվականին, 30 տարվա ընթացքում կառուցվել է այս եկեղեցին, մինչ այդ 100-ամյակ ավելի շուտ 1600 թվականից արդեն հայկական համայնքը Ամստերդամում իր գործունեությունն է ծավալել։ Հայկական առևտրականները այստեղ առևտուր են կատարել եւ 1714 թվականից թույլտվություն են ստացել տեղի բուրգամիստրից եւ կառուցել են այս եկեղեցին, Սուրբ Հոգու եկեղեցին։ Ես հիմա ներսում նաեւ կներկայացնեմ ձեզ մեր հայ եկեղեցու Կիրակնօրյա Սուրբ Պատարագը։ Ներկա են հայ համայնքի ներկայացուցիչները, քրիստոնյաները։ Բացի հայկական եկեղեցուց Ամստերդամում կան նաև կրթական օջախներ, Կիրակնօրյա դպրոց, խաչքարեր եւ ինչպես ցանկացած հայկական համայնք, այստեղ էլ հայկական համայնքը ապրում է իր ուրույն կյանքով, պահպանելով հայկական տրադիցիաները, ուսանում են հայերեն լեզու, հայկական մշակույթը եւ Ամստերդամում բավականաչափ մեծ համբավ ունի նաև հայերեն կրթվելը օտար երկրացիների մոտ։ Մենք առանձին դրա մասին կխոսենք եւ կպատմենք։